Կարմիր ժապավենից այն կողմ պոլիտեխնիկական համալսարանի նոր լաբորատորիան է, հիմնվել է Viva-ի աջակցությամբ, այսուհետև ռադիոսարքավորումներ և կապի համակարգեր, ամբիոնի ուսանողներն ունեն բջջային ցանցի միկրոյենթակառուցվածքի հետ աշխատելու իրական հնարավորություն, մատուցելու շարժական կապի ծառայություններ։ Ուսումնական լաբորատորիայում ճշգրտորեն վերարտադրել են շարժական կապի ենթակառուցվածքը իր բոլոր հանգույցներով, կապի տարբեր սերունդների հաճախականությունների տիրույթում գործող երկու հիմնական կայան, դրանց միացումն ապահովող օպտիկամանրաթելային և միկրոալիքային կապ, էլեկտրասնուցման փոփոխական աղբյուր բաշխիչ ցանցից և հաստատուն աղբյուր հատուկ մարտկոցների միջոցով։ Բարձրագույն մասնագիտական կրթությունը պետք է լինի գործնական և ուսանողին ապահովի իր նախընտրած ոլորտի վերաբերյալ ամբողջական ու ժամանակակից գիտելիքներով։ Տեխնոլոգիական առաջատար երկրներում մասնագիտական ամբիոնները գործակցում են ընկերությունների հետ, համադրելով տեսությունը, հիմնարար գիտությունը և գործնական հմտությունները, ապահովելով սահուն անցում բուհից դեպի արտադրություն ու ծառայությունների մատուցում։ Հենց այս գաղափարն է ընկած ուսումնական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնության հիմքում։ Լաբորատորիայում կան նաև բջջային հեռախոսներ, որոնք գրանցված են ներքին ցանցում և հնարավորություն ունեն իրականացնել ձայնային կապ, օգտվել ինտերնետ հասանելիությունից և թվային ծառայություններից։ Բացի այդ, ուսանողները կարող են փորձարկել Voice over LTE տեխնոլոգիան, որն այսօր հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին։ Այլ կերպ ասած, ուսումնական լաբորատորիայի տարածքում գործում է կապի անկախ մինի օպերատոր, որն ապահովում է ինչպես դասական շարժական կապի ծառայությունների, այնպես էլ նորագույն ձայնային տեխնոլոգիաների փորձարկման հնարավորություն։ Սա նաև հնարավորություն կտա մեր մասնագիտական հանրույթի համար նոր հետազոտական մոտեցումներ, լաբորատոր փորձեր, առարկայական բովանդակություն գեներացնել և բերել կրթության միջոցով փոխանցել երիտասարդին, ով ապագայի մասնագետն է, ապագայի աշխատակիցն է, ապագայի ինժեներն է, ապագայի պետական գործիչն է։ Նախագծի իրականացման համար ի դեպ հիմք է հանդիսացել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, և Viva ընկերությունում ողջունելի են համարում, որ կարգավորող մարմինը, մասնավոր հատվածն ու բուհական համակարգը կիսում են միևնույն տեսլականն ու համագործակցում այս ասպարեզում պետության քաղաքականության շրջանակում։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։